Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Ֆլավել, օր մայիսի 23։ Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են այն ամենին, որ սիրում են նրանց։ Սաղմոս 111-րդ գլուխ 2-րդ խոսք։ Քրիստոնեական կյանքի բարօրության եւ ուրախության մեծ մասը կայանում է նախախնամության մասին խորհրդածության մեջ։ Նախախնամության ուսումնասիրությունն այնքան քաղցր ու հաճելի է, որ կանչում եւ գրավում է հոգուն ուսումնասիրելու եւ ընկղմվելու նրա մեջ։ Որքան հաճելի է հավասարակշռված հոգու համար տեսնել եւ դիտարկել Աստծո հատկությունների քաղցր ներդաշնակությունն ու համաձայնությունը նախախնամության գործերի արդյունքների մեջ։ Երբեմն կարող է թվալ, թե դրանք հակասում են իրար, բաժանվում միմյանցից եւ գնում հակառակ ուղղություններով, բայց դա միայն արտաքին տպավորությունն է, որովհետև վերջում նրանք միշտ հանդիպում եւ գրկախառնվում են միմյանց։ Ողորմությունը եւ ճշմարտությունը իրար կհանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը իրար կհամբուրեն։ Սաղմոս 86-րդ գլուխ 10-րդ խոսք։ Այս խոսքերը ասվում են անմիջականորեն հղում անելով նախախնամության այդ ուշագրավ գործողությանը, Իսրայելի ազատագրմանը բաբելոնյան գերությունից եւ այդ ազատագրման քաղցր պտուղներին։ Աստծո ճշմարտությունն ու արդարությունը խոստումների մեջ կարծես համբուրեցին եւ գրկախառնվեցին այն ողորմության եւ խաղաղության հետ, որոնք պարունակված էին այդ խոստումների կատարման մեջ այն բանից հետո, երբ թվում էր, թե 70 տարի նրանք շատ հեռու են միմյանցից։ Սա ակնարկ է այն սովորական ուրախության եւ ցնծության արտահայտությանը, որ երկու սիրելի ընկերներ սովորաբար ցույց են տալիս միմյանց երկարատև բացակայությունից եւ բաժանումից հետո։ Նրանք հենց հանդիպում են, անմիջապես ժպտում են, գրկախառնվում եւ համբուրում միմյանց։ Ճշմարտությունն ու արդարությունը Քրիստոսի մեջ հանդիպում են ողորմության եւ խաղաղության հետ օրհնյալ միաբանությամբ։ Ինչ գեղեցիկ տեսարան է սա, եւ որքան հաճելի է այդ դիտելը։ Ախ, եթե միայն մենք բարձրանայինք մեր պահակակետը եւ ուշադիր հետևեինք նախախնամությանը, ինչ հազվագյուտ տեսարաններ կբացվեին մեր առջև։ Յուրաքանչյուր հավատացյալ ունի իր պահակակետը, ինչպես ամբակումն ուներ, եւ թույլ տվեք ասել, որ երկնային աշխատանք է կանգնել եւ խորհրդածել Աստծո հատկանիշների ներդաշնակությանը, նրա նպատակների իրականացման եւ նախախնամության գործերում մեր սեփական երջանկության մասին։